Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ի հետ նախորդ ոչ պաշտոնական շփումների ժամանակ հայտնել է, երբ է պատրաստ հրաժարական տալ, այս մասին հայտնել է CNN News-ը, հղում անելով իր աղբյուրներին։ ԱՄՆ ներկայացուցիչների հետ զրույցի ընթացքում Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ ոչ շուտ, քան 18 ամիս անց։ Լրագրողների տվյալներով ամերիկացի որոշ պաշտոնյաներ կարծում էին, որ Մադուրոյի հրաժարականը կարող է լուծել որոշ խնդիրներ, սակայն Սպիտակ տանը որոշել են, որ կաջակցեն Մադուրոյի անհապաղ հրաժարականը նախատեսող ծրագրին։ Հայտնի է նաև, որ Մադուրոն եւ նրա համախոհները կապ են հաստատել ԱՄՆ-ի հետ մի քանի ուղիներով եւ բանակցություններ են վարում երկու երկրների փոխգործակցության շուրջ։ Ֆլորիդայում ամերիկյան եւ ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները կանրադառնան Ուկրաինայում ընտրությունների ժամանակացույցին։ Այս մասին հայտնում է ամերիկյան Wall Street Journal թերթը։ Բանակցությունները կընդգրկեն Ուկրաինայում ընտրությունների ժամանակացույցը, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև տարածքների փոխանակման հնարավորությունը, ինչպես նաեւ այլ հարցեր, ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը հայտնել էր, որ երկիրը պետք է ընտրություններ անցկացնի հակամարտության կարգավորման ԱՄՆ ծրագրի շրջանակներում։ Հյուսիսատլանտյան դաշինքը պատրաստվում է դիմակայել Ռուսաստանին ԱՄՆ-ի սահմանափակ աջակցությամբ։ Նման հայտարարություն է արել Bloomberg-ը։ Գործակալության տվյալներով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրճատում է Եվրոպայում ամերիկյան ներկայությունը։ Ըստ նյութի հեղինակի, միևնույն ժամանակ Եվրամիությունը շարունակում է կախված մնալ ամերիկացիներից ռազմավարական միջոցների եւ հնարավորությունների հարցում։ Պարբերականը նշել է, որ Կիևին ռազմական օգնություն ամբողջությամբ դադարեցնելու Վաշինգտոնի սպառնալիքները բարձրացրել են այն հարցը, որ եվրոպական պետությունները ստիպված կլինեն պաշտպանել Ուկրաինան, իսկ հնարավոր է Եվրոպայի ողջ արևելյան սահմանը շատ ավելի քիչ աջակցությամբ։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը մեկնաբանել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները։ Ես զգուշավոր լավատեսությամբ եմ նայում, որ այժմ կրակի դադարեցման իրական շանս կա եւ հավասար պայմաններով բանակցությունները հնարավոր են։ Մենք մտնում ենք վճռորոշ շաբաթ, զգուշացրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։ Վերջինս հավելել է, որ բանակցային գործընթացին պետք է ներգրավել Ռուսաստանին։ ԱՄՆ-ն եւ Ուկրաինան բանակցությունների ընթացքում քննարկել են հակամարտության ավարտի հնարավոր սցենարը, որի դեպքում Կիևը կարող է փաստացի զրկվել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հնարավորությունից։ Այս մասին հայտնում է CNN News-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Բանակցությունների մասնակիցները քննարկել են հնարավոր սցենարը, որի դեպքում Ուկրաինան փաստացի կհրաժարվի անդամակցել Արևմտյան ռազմական դաշինքին այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք պետք է ուղղակիորեն համաձայնեցվեն ՆԱՏՕ-ի անդամ պետությունների եւ Մոսկվայի միջև, նշվում է նյութում։ Աղբյուրի խոսքով Ուկրաինային իրավաբանորեն չեն ստիպի հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամ դառնալու ձգտումից։ Սակայն եթե ԱՄՆ-ն ցանկանա ինչ-որ բանի շուրջ պայմանավորվել Ռուսաստանի հետ երկկողմ կարգով, կամ եթե Մոսկվան ցանկանա դաշինքից ստանալ որոշակի բազմակողմ երաշխիքներ, ապա Կիևը չի ներգրավվի այդ գործընթացում։ Միևնույն ժամանակ զրուցակիցը նշել է, որ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել եւ պետք է հաստատվի Ուկրաինայի կողմից։